Լենինգրադի մարզի Փառքի ծառուղի կոչվող վայրն է։ Մեծ հայրենականի ժամանակ ամենահերոսական ու ամենակատաղի մարտերն են այստեղ մղվել։ Փառքի ծառուղում նախկին խորհրդային հանրապետությունների կողմից հայրենականի զոհերի հիշատակին տեղադրված հուշաքարերի կողքին իր տեղն զբաղեցրեց նաև հայկական այս խաչքարը։ Այն տեղադրվել է Սանկտ Պետերբուրգի եկեղեցական խորհրդի անդամ Հրաչյա Պողոսյանի նախաձեռնությամբ ու բարերարությամբ, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի հյուպատոս Վարդան Հակոբյանի աջակցությամբ։ Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ խաչքարի ոցման կարգը կատարեց Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը։ Մենք աղոթեցինք բոլոր այն զոհված հերոսների լուսավոր հոգիների համար, ովքեր իրենց կյանքի գնով եւ արյունով ազատագրեցին մեր հայրենիքը։ Մենք շնորհակալ ենք բարերար Հրաչյա Պողոսյանին, նրա եկեղեցանվեր գործունեության, հայրենասիրության ու մեծ հայրենականի վետերանների հանդեպ վերաբերմունքի համար։ Աղոթքով խնդրում ենք Տիրոջը, որ պահի ու պահպանի մեր եղբայրական ժողովուրդներին ու երկրները, Ռուսաստանն ու Հայաստանը։ Խաչքարի հեղինակը Արագածոտնի մարզի գլխավոր ճարտարապետ Աշոտ Դավայանն է, քանդակագործները Լյով Աբեյբությանը եւ Արամ Պողոսյանը։ Սա Լենինգրադի մարզում տեղադրված երկրորդ խաչքարն է։ Առաջինը տեղադրվել եւ ոցվել է Սինավինյան բարձունքում Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի 300-ամյակի առիթով, դարձյալ Հրաչյա Պողոսյանի բարերարությամբ։ Մեծ հայրենականում զոհվածների հիշատակին բարերարի միջոցներով հուշարձան է կանգնեցվել նաեւ նրա հայրենի Ագարակ գյուղում։ Մենք այսօր պարտավոր ենք ապագա սերունդներին փոխանցել այն հարգանքը, որ ունենք ավագ սերնդի հանդեպ։ Մեր հայրենակիցները մեծ ներդրում ունեցան հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Իրենց կյանքի գնով կանխեցին ֆաշիզմի ներխուժումն ու ծավալումը աշխարհում։ Ուստի ինչ էլ այսօր մենք անենք, քիչ է։ Սա մեր պատմությունն է, եւ այսպիսի միջոցառումները պետք է հաճախակի լինեն։ Նորաուց խաչքարի առջև ծաղկեպսակներ դրվեցին հայոց հայրապետի, Նոր Նախիջևանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանի անունից, ինչպես նաեւ Սանկտ Պետերբուրգում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության, Լենինգրադի մարզի Կիրովի շրջանի ղեկավարության, Պողոսյան ընտանիքի եւ այլոց կողմից։